Խաչիկի խորին համոզմամբ ինքը սովորում է համալսարանի ամենամաքուր ֆակուլտետում։ Բանասիրականում ոչ ուսանողն է վաճառում իր արժանապատվությունը, ոչ էլ դասախոսը։ Բայց այստեղ նույնիսկ կաշառատենչ դասախոսների համար արդարացում են գտնում։ Դասախոսը առաջին հերթին մարդ է։ Եվ հենց այդ հանգամանքը, որ ինքը մարդ է, ընտանիք ունի եւ մյուսը, ուրեմն ինչ որ ձևով հասկանալի պատճառներ է ստեղծում։ Հումանիզմի այս ծայրահեղ դրսևորումը մեկ-մեկ էլ հարկադրում է չնկատել, որ կուրսին իսպառ անծանոթ մեկը կարող է մտնել քննասենյակ ու բարձր գնահատականով արագ հեռանալ։ Ինչպես կարելի է 2 տարի արդեն սովորելով տվյալ բուհում ստանաս 5 գնահատական, գերազանց գնահատական, ընդհանրապես չհաճախելով դասերին, նույնիսկ չճանաչելով դասախոսին։ Իսկ ով ոչ փող ունի, ոչ ծանոթ, հարկադրված է լեզու գտնել խաղի կանոնները թելադրողների հետ։ Կարող են նույն, ասենք, պետական քննությունից ենթադրենք դուրս մնալ միայն նրա համար, որ ասենք ինչ որ շրջան իրենց դեկանի հետ լավ չեն եղել։ Այստեղ ուրեմն այս 3 բուհերի դեպքում կա։ Ռեկտորները սոցիոլոգների թշնամին դարձան, հենց որ իմացան սոցհարցման թեման։ Համագործակցության մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Անահիտը ստիպված էր որևէ կերպ շրջանցել արհեստական արգելքները։ Բոլոր բուհերի ուսանողները խոստովանեցին, եւ միայն իրավաբանականի ուսանողները միահամուռ լռեցին։ Պրոբլեմը առաջացել է իրավաբանական պետհամալսարանի ու բոլոր ուսանողներն են, եթե իրենք կաշառք տվել են, բնական է չեն ցանկանում դրա մասին խոսել։ Ռումբը պայթեց 3 տարի առաջ, երբ հրապարակվեցին արդյունքները։ Առաջին հորիզոնականում գյուղակադեմիան է։ Ուսանողների 96%-ը չի ժխտում, որ կաշառքն այստեղ իրենն արել է։ 83%-ը ինքն է արել այդ սև գործը։ Այս թվերի մասին չմոռացան 7 ամիս, հետո նորից բոլորը լռեցին։ Դա տվեց, գիտեք ինչ արդյունք, ասենք այն արդյունքը, որ ընդհանրապես մի ամիս, 2 ամիս մի քիչ խստացվեց։ Իր լրագրողական պրակտիկայում Տաթևիկը չի հիշում ավելի զավեշտալի թեմա, քան կոռուպցիան է։ Հիմա կոռուպցիոն ֆիգուրանտը միայն փողը չէ։ Կաշառքը կարող է համով, հոտով ու նույնիսկ մի քիչ արբեցնող էֆեկտով լինել։ Դասախոսը այս գործում սուր աչք ունի, նրան չես խաբի։ Եթե ասենք ճարտարագիտական համալսարանում մի քիչ ավելի բարձր են գները, ապա մանկավարժականում ավելի ցածր, ասենք լիցքավորման քարտը բավարար է երբեմն, օղի վերցնում են, բայց ոչ լցրածը։ Ուսանողները կոռուպցիայի մասին խոսում են միայն շատ ցածր ձայնով։ Կոռուպցիան աչքի առաջ է, վախը սրտում, դասախոսները դա չեն ների։ Ինձ հետո խնդրում էին, որ կլինի չհրապարակվեն մեր անունները, քանի որ այսպես ուսանողական բառապաշարով դասախոսները կթարսվեն մեզ հետ։ Պրոֆեսիոնալ կաշառակերները չեն հանդուրժում, որ մամուլը անդրադառնում է այս խնդիրներին։ Այսպես շաբլոն սպառնալիքն է, որ մենք դատի կտանք, որտեղից ձեզ փաստեր, մենք դատի կտանք։ Այդպես էլ է դատի տալ արտահայտությունը մնում է օդում։ Ընդունելության ժամանակ չոր փողը չի անցնում, այստեղ կարևոր է արտաքին տեսքը։ Դա մի հատ էլ տվեք, էլի սրանից։ Ճիշտ ընտրված հագուստը գործի կեսն է, եթե իհարկե ընտրածդ ոճը անկրկնելի է։ Ես մի հատ շատ մոտիկ ընկեր ունեի, իր այդ պարապում ենք։ Ինքը ընդունվում էր։ Եկեք չասենք ուր էր ընդունվում էր պետական բուհերից մեկը։ Ու գումարը մուծել էին իրանք, որ պետքա ստանար, բարդ քնություն էր շատ։ Ու տենց ասել են հագնես նարնջագույն շապիկ, տորինչ, ու հագել էր տղան ու պարզե որ մի հոգել էր այդ օրը հագել ու ամբողջը այն մյուսին են թելադրում։ Լեն ավտոյին նայի, մեր կողքի կուրսից է։ Կոռուպցիայի պոտենցիալ հարուցիչները նոր հայերն են։ Ճոխ մեքենայի, թանկ հագուստի եւ ունևոր ընկերների փաթեթի մեջ են մտնում քննության համար խոսացող ծանոթները։ Հիմնականում այն մարդիկ, ովքեր կաշառք են տալիս եւ չեն սովորում, դա գալիս են նրանց, որ զարմացած են իրենց ձեռքբերումներով, գումարային առումով, բա քո համար խոսացել են, իսկ քո համար ոնց քո համար չեն խոսացել, ամոթ մի հատ նենց արա քո համար է խոսան։ Դες եթե քո համար խոսում են, այդ այնքան մեծ ինչ որ քեզ լավ հատկանիշներ ես դու ձեռք բերում։ Այդ շատ վատ է իմ կարծիքով։
Կոռուպցիան բուհական համակարգում դիրքավորվել է երկար ժամանակով։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ բուհական իշխանությունը աչք է փակում կանաչների շրջանառության վրա։ Քանի դեռ ուսանողները գնում են քննության ոչ թե սեփական գիտելիքները հարստացնելու, այլ դասախոսների գրպանը լցնելու համար։ Շղթա ենք, հեսա մի շղթա է ու ամեն մեկս եթե փորձենք քանդել մեր այդ կոռուպցիայի օղակը, այդ օղակը կքանդվի ինքն իրան արդեն։